Էլի եկել եմ ասեմ, ես ձեզ շատ եմ սիրում, միշտ գալու եմ ասեմ, ես ձեզ շատ եմ սիրում։ Այսօր ես ձեզ համար կարդալու եմ Էյնշտեյնի նամակը ուղղված իր աղջկան, որը մեզ համար թարգմանել է Անուշ Կարաքեշիշյանը։ Շատ շնորհակալ եմ Անուշ ջան։ Այս նամակը ոնց որ Էյնշտեյնը ինձ ուղղած լինի։ Ես պետք է խնդրեմ քեզ պահպանել իմ բոլոր նամակները, քանի դեռ դու կհամարես դա անհրաժեշտ։ Տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ, մինչև որ տեսնես, որ հասարակությունը պատրաստ է լսելու եւ ընդունելու այն, ինչով ես հիմա կիսվում եմ քեզ հետ։ Երբ ես առաջարկեցի հարաբերականության տեսությունը, շատերը չէին հասկանում ինձ եւ այն, ինչ ես հիմա կբացահայտեմ քեզ մարդկությանը փոխանցելու համար, նույնպես կբախվի չհասկացվածությանը։ Ես խնդրում եմ քեզ ոչ թե հասկանալ, այլ ընդունել այն, ինչ ես կբացատրեմ ստորև։ Գոյություն ունի շատ հզոր ուժ, որին մինչև այժմ գիտությունը պաշտոնական բացատրություն չի գտել։ Ուժ, որ կլանում եւ կառավարում է բոլոր մյուս ուժերին։ Ուժ, որը պատասխանատու է տիեզերքում բոլոր երևույթների համար, որոնցից շատերը մենք դեռ չենք տեսել եւ չենք բացահայտել։ Այդ ուժը սերն է։ Երբ գիտնականները փնտրում էին տիեզերքի միասնական տեսությունը, նրանք մոռացել էին ամենահզոր ու անտեսանելի ուժի մասին։ Գիտնականները անհրաժեշտ չհամարեցին ներկայացնել սերը տիեզերքի տեսության մեջ։ Նրանք անտեսեցին ձգողության ուժը, որը ստիպում է մարդկանց ձգել միմյանց։ Մոռացան ամենահզոր ուժի մասին, որը ներկայացնում է լույսը եւ լուսավորում նրանց, ովքեր այն տալիս ու ստանում են։ Մոռացան սիրո մասին, որը ստեղծում ու բազմապատկում է լավագույնը մեր կյանքում, ետ է պահում մարդկությանը կույր էգոիզմի նեղության մեջ ոչնչացումից։ Մենք ապրում ու մեռնում ենք հանուն սիրո, դա է մեր Աստվածը։ Աստված է մեր սերը։ Շնորհիվ սիրո տիեզերական ուժի մենք կարող ենք բացատրել ամեն բան, մենք կարող ենք գտնել մեր կյանքի իմաստը։ Մարդկությունը շատ երկար է անտեսել սերը, որովհետև վախեցել է նրանից։ Հնարավոր է, որովհետև այն հնարավոր չէ վերահասկել, գնահատել ու բացատրել գիտական տեսանկյունից։ Ես գտել եմ եղանակ դարձնելու սերը նկատելի, շնորհիվ իմ հայտնի բանաձևի, ին հավասար է MC քառակուսու։ Եթե այս հավասարման փոխարեն մենք ընդունենք, որ համընդհանուր բուժման էներգիան կարելի է ստանալ սիրո միջոցով, բազմապատկած լույսի արագության քառակուսիով, մենք հանգում ենք այն եզրակացության, որ սերը անսահման է։ Մարդկությունը չի հաջողել տիեզերքի ուժերը վերահսկելու փորձերում, դրանք շրջվել են մեր դեմ։ Հաշվի առնելով սա համընդհանուր փրկության, բուժման համար մարդկությանը անհրաժեշտ է խորասուզվել էներգիայի մեկ այլ տեսակի մեջ։ Սիրո էներգիան անհրաժեշտ է մարդկությանը երկրի վրա յուրաքանչյուր կենդանի հոգու գոյատևման համար։ Սա միակ ճշմարիտ պատասխանն է եւ միակ ու ճիշտ լուծումը։ Միայն սիրո միջոցով մենք կարող ենք գտնել կյանքի իմաստը, պահպանել խաղաղությունը եւ յուրաքանչյուր բանական կամ զգացող էակի։ Միայն սերը կօգնի մեր քաղաքակրթությանը ողջ մնալ։ Պետք է սովորել աճեցնել եւ յուրացնել մեր ներսում սիրո մեծ ուժը, իմ սիրելի Լիզեր։ Անհրաժեշտ է, որ երկրի վրա ապրող յուրաքանչյուր ոք գիտակցի եւ ընդունի տիեզերական սերը, իր հաղթահարելու եւ ամեն ինչ գերազանցելու կարողությունը, քանի որ սերը մեր կյանքի գոյության էությունն է։ Մարդկությունը դեռ պատրաստ չէ սիրո ռումբին, բավականաչափ հզոր սարքին, որը լիովին կարող է ոչնչացնել ատելությունը, եսասիրությունը, սուտը եւ մարդկային ագահությունը, այն ամենը, ինչ ամայացնում ու ոչնչացնում է մեր մոլորակը։ Բայց սա միայն առայժմ։ Կգա ժամանակը եւ գիտնականները անպայման կանցնեն սիրո ռումբի ստեղծմանը։ Եվ ապրողներից յուրաքանչյուր առանձին անհատ, ով կրում է իր մեջ փոքր, բայց հզոր սիրո գեներատոր, կլինի դրա մասնակիցը։ Մեզանից յուրաքանչյուրի մեջ չռեալիզացված սիրո էներգիան արդեն վաղուց սպասում է իր ազատագրմանը։ Մարդիկ անպայման կսովորեն տալ եւ ստանալ սիրո էներգիան, թանկագին Լիզեր։ Սերը կհաղթի եւ կհաղթահարի ամեն ինչ, քանի որ սերը էներգիա է։ Եվ այն այնքան մեծ է, որ կարող է փոխել ամենը։ Ես շատ եմ ափսոսում, որ չեմ արտահայտել իմ սերը,
Գուցե արդեն ուշ է ներողություն խնդրելու համար, բայց ժամանակը հարաբերական է։ Իմացիր, սիրելի Լիզել, ես սիրում եմ քեզ։ Քո շնորհիվ ես հասա իմ կյանքի վերջնական պատասխանին։ Քո հայր Ալբերտ Էյնշտեյն։ Ես ձեզ շատ եմ սիրում, կգամ էլի։